միջին արևելքը իբրև ամբողջություն բնական մեգություն կնկատենք Հայաստանի հետ եւ այդ մեգությունը այսօրվա պատկերով կարելի չէ դիտել այլ տասնամյակներու ընթացքին այդպես եղած է եւ այս շրջանները երբ անցյալին Օսմանյան գայսրության ենթակա եղած են արդեն իսկ հայկական համայնքներու ներկայություն արձանագրված է Եգիպտոս, Իրաք, Երուսաղեմ, Լիբանան եւ Սիրիա հետեւաբար եւ նույնիսկ դաշնակցության գառույցները իր ժամանակությունն են քանի մդարի հետ արդեն այս հիշած քաղաքներ երկիրներում մեջ անցյալին քաղաքներ դերևս գոյություն ունեցած եւ մաս կազմած են տվյալ երկիրներու ոչ միայն ընկերային մշակութային աշխատանքներուն այլ նաեւ դերակատարություն ունեցած են քաղաքական կետնի վրա այսօր բոլորիս համար քաղտիկ չէ որ միջին արևելքը գանցնի ճգնաժամային օրեր է եւ բնականաբար այդ փոփոխությունները իրենց անմիջական ասացությունը կունենան դերույն հայ համայնքներում հայկական համայնքներում վրա մենք ընդհանրապես քաոտ բառը գործածենք այս շրջաններում մեջ բայց ոչ այն իմաստով որ առանցին այսպես հայութենի հերու եւ Հայաստանի հերու հավաքականություններ են այլ հավաքականություններ որոնք Հայաստանով եւ հայության հարցերով գաբրին գդարաբին բայց միաժամանակ նաեւ տվյալ երկիրներու ընդհանրական կյանքին քաղաքական ընկերային տնտեսական գենցաղային մաս կկազմեն եւ հաջող կարգուբարականներու նաեւ որոշիչ դերակատարություն ունենան իմիջի այսինքն այլ քաղաքական ուժերու առընթեր վերջին դասամյակը սիրելիներ հատկանշվեցավ այս շրջանին մեջ միջին արևելյան հատկապես Սուրիա, Լիբանան, Բաղեստին այսպես ասած շրջադարձային փոփոխություններով սկսյալ 2012 թվականին Սուրիո մեջ պատերազմեն մինչև Սուրիո նախկին վարչակազմի անգումը եւ նախկին արմատականներու իշխանության հասնելը ուր հստակ անորոշություն կա ամեն իմաստով կարելի չէ ոչ մեկ վարյան ռոբե երևակայել որ Սուրիո այսօրվա իշխանությունները եւ իրենց իշխանության հասնելը վերջնական վիճակն է հստակ փոփոխություններու ենթակա է հասկացությունը Սուրիան ծանոթ է իր դարբեր գրոնական եւ էթնիկ բաղկացուցիչ մասերով եւ յուրաքանչյուր գրոնական եւ էթնիկ բաղկացուցիչ մաս ունի իր ներծուգը թե շրջանին մեջ լադիգա Թուրքիա լադիգա որոշ չափով Իրան դերևս նաեւ որոշ չափով ներկա հանգրվանին Իսրայելը դակավին ամիջական աշխարհադարածքին անտին միջազգային ուժերու դերակատարությունը եւ ասացությունը այդ երկրին մեջ այսօր վստահ յետևիկ լրատվամիջոցներու ջամփով Սուրիո մեջ պատահած դեպքերում հոն եւս անբաժանելիության սկզբունքն է դժբախտաբար որ կգիրարգվի մարդկային իրավունքներու խախտումը էթնիկ զդումի իրականության գործածությունը եւ դժբախտաբար նաեւ երկիրը իբրև աշխարհակրություն մասնատելու
բաժնելու, փոքր պետությունները ստեղծելու կարելիությունները կամ շղթական նախադեсությունները գոյություն ունի։ Արդեն տեսանք Պաղեստինի բարակային Իսրայելի կործած ոճիրները Գազայի մեջ, ուր ամբողջ ցկտումը ոչ միայն Գազան գրավել է, այլ Պաղեստինյան հարցը ամբողջովին քաղաքական կյանքեն վերացնել է եւ պաղեստինցի ժողովուրդը փոխադրել թե արաբական այլ երկիրներ կամ աշխարհով մեկ լսեցինք վերջերս նաեւ Միացյալ Նահանգներու նախագահ Թրամփի առաջարկը, որ Գազայի շրջանը վերածվի զբոսաշրջական գերտոնի, բայց այդ շրջանի ժողովուրդը 2 միլիոնի հասնող ժողովուրդը դեղափոխել այլտեղ դարձյալ նույն անբաժանելիության ամենաթողության սկզբունքն է, որ ցեղասպանության վարկակիցի ամբողջական գիրարգումն է օրարև եւ ոչ մեկ ցևով ոչ միջազգային գազམ་ագերբությունները ոչ Միացյալ Ազգերու գազམ་ագերբության ուխտը ոչ պատերազմի ընթացքին մարտահրավերական սկզբունքները պատերազմի մարտահրավերական սկզբունքները կգիրարգվին, այլ ամբողջովին միագդուր կերպով պրո-իսրայելյան վարկակիցի գիրարգումը կկատարվի։ Անցնող դարի նաև Գազայի պատերազմի սկիզբին յետք մենք Լիբանանի մեջ ունեցանք շատ լուրջ խնդիրներ, որոնց մեջ վերջինը 66 օրյա պատերազմն էր Լիբանանի դեմ, խնդիրը բادرվագի դեսկով Իսրայելի կողմէ կատարված հարձակում է, բայց արդեն իսկ Իսրայելի ստեղծում են մինչև այսօր Իսրայելի համար Լիբանանը հիմնական թիրախ է, Լիբանանեն անտին անցնելու համար Սուրիա, Իրաք եւ իր կետշրջանային աշխարհակալական ծրագիրները կործացրելու համար։ Չմոռանանք նաեւ, որ այսօր հրաթաթար է կամ զինվորական գործողություններու թաթարեցում է Իսրայելի եւ Լիբանանի միջև ցանոթ ապահովության խորհրդի թիվ 1701 որոշումի գիրարկման իմաստով, սակայն Իսրայելը զինաթուլը չի հարգեր, ամենօրյա թիրախավորումներ կկատարե թե օդային, թե ցամաքային իմաստով, դակավին 30 թրիչք կատարած եւ ռմբակոծում կատարած էր հարավի եւ այսպես ասած հարավի մոտիկ շրջաններու մեջ, որոնք ըստ համաձայնագրին պետք է զինաթուլի գիրարկման շրջանին մեջ լայ։ Իսրայել այսօր նաեւ իր անմիջական միջամտությունը կկատարե Սուրիո մեջ եւ արդեն իսկ հողային քրավումներ կատարած է, գահարցագի գտիրախավորել սուրիական փանգագի դարբեր գետրոնները եւ գոչունչացնե սուրիական փանգագի զինամթերքը, որը կարելի չէ ասել, որ այդ փանգագի զինամթերքը կպատկաներ նախկին վարչագահին եւ այսպեսով այս ընդհանուր գացության մեջ բնականաբար մենք պետք է տնենք մեր համայնքի հայության ներկայության եւ պաշտպանության խնդիրը։ Դեղական մարմինները, մեր գառույցները, ազգային դարբեր հաստատությունները, եկեղեցին իրենց հարաբերակույն ջիկը կկատարեն մեր համայնքի պաշտպանության համար, թե ֆիզիկական գոյության լա Լիբանանի լա Սուրիո մեջ, թե տնտեսական փերը թեթևցնելու իմաստով դաշնակցության գառույցները եւ մեր ազգային դարբեր գառույցները, մշակութային միությունները, չմոռանանք մենք ունենք կրթական գառույցներ, բարեսիրական գառույցներ, մարզական եւ այլ գառույցներ, որոնց պահպանումը հիմնական է այդ համայնքներու
հայեցիության բահբանման եւ հայեցիության բահբանման առընթեր նաեւ քաղաքական իրենց ուժի եւ իրենց ներկայության բահբանման համար այս իմաստով նաեւ ընդհանուր ժողովը անդրադարձ ունեցավ եւ բնականաբար ընդհանուր այսպես համագործակցությամբ մենք այս համայնքները պաշտպանելու, պահպանելու հրամայականին առջև ենք եւ վստահաբար բոլոր առողջ ազգային ուժերը պիտի ըմբռնեն այս վիճակը, որովհետեւ միջին արևելքի հայության պահպանումը բարձրապես միջին արևելքի հայկական համայնքներու պահպանում չէ, այլ Հայաստանի եւ մեր ընդհանրական նպատակներու իրականացման խնդիր է։ Շնորհակալություն։